Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 29։ Տերը հավանում է իր ժողովրդին։ Սաղմոս 149-րդ գլուխ 4-րդ խոսք։ Ինչ ընդգրկուն է Հիսուսի սերը։ Չկա իր ժողովրդի բարօրությանը վերաբերող որևէ հարց, որը նա հաշվի չի առել կամ չի կարևորել։ Սիրելի հավատացյալ, նա քո մասին մտածում է ոչ միայն որպես անմահ, այլ նաև որպես մահկանացու արարածի։ Մի հրաժարվիր այդ փաստից և մի կասկածիր դրանում։ Քո գլխի բոլոր մազերն էլ համարված են։ Տերով է հաստատվում մարդու գնացքը, և նա հավանում է նրա ճանապարհին։ Սաղմոս 37-րդ գլուխ 23-րդ խոսք։ Մեզ համար ցավալի կլիներ, եթե սիրո այս թիկնոցը չծածկեր մեր բոլոր մտահոգությունները, ինչ խառնաշփոթ կտիրեր մեր կյանքի այն ոլորտներում, որոնք մեր շնորհառատ Տիրոջ վերահսկողության տակ բերված չլինեին։ Օ հավատացյալ, վստահ եղիր, որ Տեր Հիսուսի սիրտը հոգ է տանում քո փոքր հարցերի համար։ Նրա քնքուշ սերը թույլ է տալիս քեզ դիմել նրան քո բոլոր խնդիրների համար, քանի որ նա կրել է բոլոր այն չարչարանքները, որոնք այսօր դու ես կրում, և ինչպես հայրը կգթա իր որդիներին, այնպես գթած է Տերը քո հանդեպ։ Նրա բոլոր սրբերի ամենաչնչին հոգսերն անգամ ընդգրկված են Աստծո լայն գոգի մեջ։ Օ ինչ սիրտ է նրա սիրտը, որում ամփոփված է ոչ միայն իր ժողովրդի յուրաքանչյուր անհատը, այլ նաև նրանց բազում և անհամար մտահոգությունները։ Ով քրիստոնյա, մի՞թե կարծում ես, թե կարող ես չափել Քրիստոսի սերը։ Մտածիր, թե ինչ է տվել նրա սերը քեզ՝ արդարություն, որդեգրություն, սրբություն, հավիտենական կյանք։ Նրա բարության ճոխությունն անքննելի է։ Դու երբեք չես կարողանա ըմբռնել այն, ոչ էլ հասնել դրան։ Օ Քրիստոսի սիրո լայնությունը, մի՞թե մենք կիսով չափ կհանձնենք մեր սիրտն այսպիսի սիրուն։ Մի՞թե նա մեր կողմից սառը վերաբերմունքի կարժանանա։ Մի՞թե Հիսուսի զարմանահրաշ բարեգթությունն ու քնքուշ հոգատարությունը կհանդիպեն մեր տկար արձագանքին։ Ով իմ անձ, թող քո տավիղը գոհության երգով օրհնաբանի Աստծուն, ցնծությամբ մտիր քո հանգիստը, քանի որ դու լքված թափառաշրջիկ չես, այլ սիրելի զավակ, որին հետևում, խնամում, ապահովում և պաշտպանում է անձամբ Տերը։